Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, մի հարց եթե կարելի է, ինչի է պետք ձեր կարծիքով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հենց հիմա իրականացնել։ Բա որովհետև մենակ հիմա չէ, միշտ էլ պետք է։ Նրան հեռացնելը միշտ էլ պետք է, որպեսզի կանխենք պետության կործանումը, հայրենիքի կործանումը, որպեսզի կանխենք ապագա ցեղասպանությունը, որ եթե ինքը մնաց էլի լինելու է։ Արցախը կորցրեցինք, չէ՞, վերջնականապես։ Եթե 21 թվին կանենք իրան հեռացնեինք, Արցախը գոնե նոյեմբերի 9-ի դրությամբ ինչ կար, գոնե էդի կպահեինք, չէ՞։ Մնաց 5 տարի, վերջնական կորցնեինք Արցախը, թեպետ հետ ենք բերելու, ես հավատում եմ։ Հիմա եթե ինքը նորից մնա, մի 5 տարի էլ մնա, Հայաստանն ենք այդ նույնձևի վերջնական կորցնելու։ Ռոբերտ Քոչարյանը մինչ այս հայտնել էր, որ լուրջ չի այս գործընթացը եւ գեթ մեկ մարդ չկա, որ ասի իրատեսական է իմպիչմենթով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը եւ իրեն թվում էր, որ որոշ մարդկանց երազանքն է մանկության ուղղակի 48 ժամով վարչապետի տեխնացու լինել, դրա համար թաթախվում եք այս գործընթացի մեջ, բայց այսօր ազգային ժողովի ամբիոնից Իշխան Սաղաթելյանը իրեն ստորագրությունները միացրեց մալադեց իրանց, մալադեց Ռոբերտ Քոչյանը իմ հաղթած նախագահներից մեկն է, իրան շատ եմ հարգում, ես իրա դեմ ոչ մի բան չեմ խոսա, ես իմ կարծիքը ուղղակի ասեմ, ամենալուրջ պահը, ամենալուրջ քայլը այսօր իմպիչմենտն է, որը որ կարելի է անել։ Ու Դավիթ Համբարձումյան տեխնացիով էլ ես հենց այդ տեխնացուին առաջադրեց հանրապետական, ես ասեմ հավանականությունը իմպիչմենտի հաջողելու մեծացավ, միանգամից մեծացավ։ Մինչև այդ ես էլ ասում եի իմ կարծիքով ասում եի չի հաջողի, բայց ասում եի եկեք փորձենք, որ դուք ասում եք դեմ եմ իմպիչմենտին, դա սխալ է, որովհետև եթե իմպիչմենտը փորձում ենք, որ չստացվի, այս նույն վիճակն է, ինչ են կորցնում։ Բայց ասում իմ կարծիքով հավանականությունը քիչ է։ Իսկ Դավիթ Համբարձումյան տեխնացուին Սերժ Սարգսյանը, որ այդ ձիով քայլը արեց, Սերժ Սարգսյանը դե ձիով քայլեր այդ իր ոչն է։ Հավանականությունը մեծացեց։ Ես տեսնում եմ սրա մեջ լուրջ հաջողության համար լուրջ բան եմ տեսնում այդ տեխնացիով։ Այսինքն ես տեսնում եմ հաջողությունը։ Այսօր էլ որ միացան, մալադեց, նոր իմացա որ միացել են, մալադեց Հայաստան դաշինքը որ տվեց ստորագրությունը, եթե դնում է Դավիթ Համբարձումյան տեխնացուի թղթի տակ, ուրեմն հավատացեք, որ հավանականությունը շատ մեծացավ, ես ասում եմ հաջողելու է։ ԿՊ-ից մարդիկ կհաջողվի։ Գալու են, այո, հենց դրա համար եմ ասում, Դավիթ Համբարձումյան տեխնացուի շուրջ կգան, ԿՊ-ից էլ կգան։ Օրինակ, եթե լինեին մերոնք ասին Աշոտյաններ, Շարմազանովներ, Զաքարյան Արտակալներ, Տարուն Մարգարյաններ, որ սաղ էլ պատրաստի վարչապետի տեխնացուներ են, չէ՞, բայց որ իրանք կլինեն, իրանց մոտ չէին գա ԿՊ-ից, որտեղ իրանք նայում են թշնամի իրանց։ Իսկ Դավիթ Համբարձումյանն այն տեխնացուն է, որը որ ընդունելի կլինի նաև ԿՊ-ից շատերի համար։ Այսինքն բանակցություններով էլ հնարավոր է իրանց բերել ու արդեն դե հիմա եթե տվին առաջ քայլը պիտի Հայաստան դաշինքը ստորագրեցին, ապրեն իրանք իրանց ցավը տանեն։ Մյուս քայլը արդեն բանակցությունները պիտի սկսվի ԿՊ-ից մարդկանց փոկելու բերելու համար։ Այսինքն եթե ինչ-որ մեկի մեջ էլ մի քիչ թասիբ կա, այդ թասիբի վրա պետք է աշխատենք։ Եվ մի հարց էլ Քոչարյանին ասեցի